Դիանա Գրիգորյանի «Վերջին զանգը» սերիալում իրադարձությունները դուրս են գալիս լիակատար վերահսկողությունից։ Սերիալը հասել է իր ամենալարված, ամենախորը և ամենացավոտ փուլին, որտեղ յուրաքանչյուր որոշում կարող է ճակատագրական լինել։ Լիլիթը հայտնվել է անդունդի եզրին։ Բագրատի մահը, որի իրական պատճառը մինչև այժմ գաղտնի էր մնացել բոլորի համար, այժմ բացահայտվում է։ Արամը նրա որդին պատահաբար լսում է մոր խոստովանությունը և հասկանում, որ հենց Լիլիթն է սպանել Բագրատին։ Արամը շոկի մեջ է, նա չի հավատում իր լսածին, ինչպես կարող էր իր մայրը, կինը, որին նա սիրել ու պաշտպանել է, դառնալ նման հանցագործության հեղինակ։ Այս բացահայտումը կոտրում է Արամի ամբողջ աշխարհը։ Այժմ նա կանգնած է ամենադժվար ընտրության առաջ՝ լռել և պաշտպանել մորը, թե թույլ տալ, որ արդարությունը հաղթի։ Երբ թվում էր ավելի ծանր հարված, Անգելինան այլևս չի կարող ստանալ, Հենրին նրան ասում է այն խոսքերը, որոնք հեռուստադիտողներին բառացիորեն սառեցնում են տեղում։ Նա առաջարկում է գնալ ԶԱԳՍ և պաշտոնապես բաժանվել։ Սա այն պահն է, որտեղ սերիալի ողջ էությունը կարծես վտանգի տակ է հայտնվում, չէ՞ որ ամիսներ շարունակ հեռուստադիտողներն ապրել են Հենրիի ու Անգելինայի սիրո պատմությամբ, անցել են ցավի, բացահայտումների, դավաճանության ու պայքարի միջով, հույս ունենալով, որ վերջապես նրանք միասին կլինեն։ Եթե այս զույգը բաժանվի, սերիալը կկորցնի իր ամենակարևոր առանցքը, բայց արդյոք սա վերջն է։ Հեռուստադիտողների շրջանում ակտիվորեն քննարկվում է մի վարկած, որը կարող է ամբողջությամբ փոխել սերիալի ընթացքը։ Հավանական է, որ հենց բաժանման արարողության ընթացքում Անգելինայի ինքնազգացողությունը կտրուկ վատանա, շտապ օգնություն, հիվանդանոց և մի լուր, որը կփոխի ամեն ինչ։ Անգելինան հղի է։ Այս բացահայտումը կարող է դառնալ սերիալի ամենաուժեղ շրջադարձերից մեկը։ Այս լուրը Անգելինայի համար կլինի ոչ միայն շոկ, այլ նաև պատասխան, որ նա դեռ ունի ինչ-որ բան հանուն որի արժե պայքարել։ Միգուցե հենց այս պահին նա հասկանա, որ որքան էլ վիրավորված է, որքան էլ խաբված ու ցավեցված, նա դեռ սիրում է։ Եվ գուցե հենց այդ սերն է, որ կկանգնեցնի բաժանման գործընթացը, և Հենրին կստիպի վերանայել իր որոշումը։ Վերջին զանգը իր ամենաուժեղ փուլում է, սերիալը մտել է իր ամենաուժեղ, ամենահուզիչ և ամենանյարդային փուլը։ Յուրաքանչյուր տեսարան կարող է փոխել պատմության ընթացքը, յուրաքանչյուր հերոս կանգնած է վճռորոշ ընտրության առաջ։ Առջևում են բացահայտումներ, արցունքներ, պայքար և ճակատագրական որոշումներ։ Մի բան հստակ է՝ Վերջին զանգը հեռուստադիտողին դեռ շատ բան է առաջարկելու, և ամենահետաքրքիրը դեռ առջևում է։ Այնպես որ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Նշենք, որ հեռուստասերիալում ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը առաջինը տեղեկացված լինելու, սեղմեք զանգակ կոճակը ու ստացեք նորությունները հենց դուք։ Մեր նախորդ տեսանյութում արդեն նշել էինք, որ Դիանա Գրիգորյանը, երբ հեռուստասերիալը սկսվեց, հարցազրույց էր տվել Թերթեյմ Լայֆին, որի ժամանակ նա խոսել էր նաև հեռուստասերիալի սցենարի մասին։ Նա նշել էր, որ հեռուստասերիալում գլխավոր հերոսները երջանիկ չեղան, որովհետև նրանց ծնողներն արդեն որոշել էին իրենց փոխարեն, ու եթե թվում է, թե նրանց սերունդները երջանիկ են լինելու, չարաչար սխալվում են։ Այս դեպքում Աննան ու Սոսը միասին չեղան, քանի որ Բագրատը որոշեց, որ Աննան պետք է ամուսնանա Միքայելի հետ, քանի որ Միքայելն ուներ գումար, իսկ Բագրատը բնականաբար չէր կարող այդ ամենը հենց այնպես թողնել։ Նա որոշեց, որ Աննան պետք է ամուսնանա Միքայելի հետ, չնայած որ հղի է ու նա փողի տեր դառնա։ Բայց այդպես էլ Բագրատը չբավարարվեց։ Այնուհետև Լիլիթին ամուսնացրեց Սոսի հետ, շատ լավ հասկանալով, որ Սոսը երբեք չի կարող սիրել Լիլիթին ու նրանց ընտանիքը երբեք լիարժեք չի լինի, անկախ նրանից, որ Լիլիթն ուղղակի խելագարվում էր Սոսի համար։ Բայց հավանաբար Լիլիթը ոչ թե սիրում էր Սոսին, այլ ուզում էր Աննային հաղթել, ցույց տալով, որ նա կարող է լինել Սոսի կողքին։ Այնուհետև նրանց սերունդները, խոսքը Հենրիի և Անգելինայի մասին է,
պետք է միասին լինեին ու երջանիկ։ Բայց Դիանա Գրիգորյանն այդ հարցազրույցում ևս մեկ անգամ նշել էր, որ եթե թվում է, որ նրանց սերունդները երջանիկ են լինելու, իսկ սա նշանակում է, որ հնարավոր է մենք այդպես էլ Հենրիին ու Անգելինային միասին չտեսնենք։ Հնարավոր է, որ ևս մեկ սերիալում երջանիկ զույգ չլինի, բայց հեռուստադիտողների սպասելիքները Դիանա Գրիգորյանը հաստատ արդարացնելու է և այսքան ամիսներ հեռուստադիտողները սպասել են հենց այդ պահին, տեսնելու, թե ինչպես են Հենրին ու Անգելինան միասին երջանիկ լինելու։ Արդյոք Դիանա Գրիգորյանն այնպիսի որոշում կկայացնի, որը կհիասթափեցնի հեռուստադիտողին։ Բնականաբար ոչ։ Հեռուստասերիալի վերջին սերիաներում հավանաբար նրանք միասին են լինելու, քանի որ մնացել են ընդամենը հաշված օրեր, հետևաբար ընդամենը մի քանի սերիայից մենք ականատես կլինենք գեղեցիկ սիրո պատմության, բայց մինչ այդ հեռուստասերիալում ինտրիգներն էլ ավելի են զարգանում և Աննան շատ շուտով հայտնվելու է հիվանդանոցում, այդ մասին արդեն պատմել ենք, թե ինչ է կատարվել, ինչու, կիմանաք, եթե դիտեք մեր կողմից պատրաստված տեսանյութերը, որոնք լի են գաղտնիքների բացահայտումներով, հետաքրքիր նորություններով և իհարկե տեղեկություններով, որոնք բացառիկ են։